Վահան Հովհաննիսյանին, եթե ուզում ենք ճանաչել, նախ առաջին պետք է նայենք նկարին, այս ժպիտը, խորհրդավոր ժպիտը, իմաստուն ժպիտը, պետք է փաստենք առաջին դա։ Երկրորդը ինքը մտավորական էր, պատգամավոր էր, բայց ինքը էությամբ մտավորական էր, շատ կներեք ավելի բարձր, քան պատգամավորը, դա պետք է փաստենք։ Երրորդը ինքը պետական եւ ազգային մտածելակերպ կրող մարդ էր, հասկանում եք։ Ես 4 տարի Վահանի հետ եղել ենք ԵԱԿ պարլամենտական, այսպես Հայաստանի պատվիրակության անդամ ենք, ինքը մեր ղեկավարն էր։ Գիտեք, ես սկզբից շատ ապշեցի, տեսնելով Վահանին դրսում, այդ միջազգային արենայում ադրբեջանցիների հետ հարաբերություններում, հայ-ադրբեջանական հարաբերում, Արցախի հարցում եւ այլ, ես ապշեցի եւ հիացա Վահանով, անկեղծ եմ ասում, ադրբեջանցիները, այսպես ասած, մրսում էին Վահանից, որովհետեւ իրենք տանը անգլերեն գրած բերում էին այնտեղ կարդում էին, ապա Վահանը շատ ավելի լավ անգլերենով տեղում առանց թղթի, առանց ամենի շատ հստակ պատասխան էր տալիս եւ ընդ որում հիմնավորված Վահանին ճանաչում էին ԵԱԿ-ում, հարգում էին ԵԱԿ-ում եւ ինքը գիտեք ոնց էր, ինքը կարող էր ամենաչոր մտքերը ասել այնտեղ, բայց մի հատ այս ժպիտով ամեն ինչը մարդկային հարաբերությունում հարթել։ Նույնը նաեւ մեր պարլամենտում, Հայաստանի պարլամենտում ինքը կարող էր իր կոշտ բառակապակցությամբ ասել, հետագայում գալ, ընկերական, մտերմիկ, փաթաթվել, լուծել այդ քաղաքական տարբերությունների խնդիրը եւ ընկերական մտերմիկ հարաբերություններ ունենալ։ Վահանի մեծությունը կանում է նրան, որ ինքը անձնական ոչ ճշնամի ուներ, ոչ մրցակից ուներ, ոչ չուզող ուներ եւ այլ։ Ընդամենը մենք գիտենք Վահանը եթե գտնում է որ ինչ որ մեկին պետքա երեսին ինչ որ բառեր ասի, ինքը կասի, կասի։ Իհարկե դրանից հետո ինքը այդ հարաբերությունը կդզեր, կուղեր, ամեն ինչ կան եւ կասեր լավ, արի գնանք բաժակ բան խմենք, բայց միևնույն է ինքը կասեր, քո երեսին ամեն ինչը կասեր։ Ինքը անկեղծ ասած մեր պարլամենտարիզմի մեջ, մեր պետական կառավարման համակարգում եզակի դեմքերից մեկն է, իր ներքին մշակույթով, իր ազգային վարքագծով, իր ազգային էությամբ եւ մարդկային հարաբերություն ձևավորման ամենաբարձր մակարդակով, հասկանում եք, ինքը Աստված իրեն տվել էր այդ ամեն ինչը եւ ինքը լավագույնս դա օգտագործում էր։ Ափսոս մեզ հետ չի։ Այ իր ժպիտը, բայց մեր հետ է։ Իր խոսքերը գիտեք ինչ է, ինքը հայեղապետական դաշնակցությունից էր, մենք հանրապետականներ ենք, չէ՞։ Մինչեւ հիմա որ մենք տղաներն նստում խոսում ենք, մեկ էլ հիշեցինք Վահանին։ Ասում հիշում ես Վահանը այսպես ասաց, հիշում ես հաճախ ենք հիշում, շատ հաճախ ենք հիշում, շատ, որովհետև նրա մտերմիկ զրույցները շատ ավելի կարևոր են, քան հրապարակային խոսակցությունները ինքը որ անում էր, որովհետև մտերմիկ զրույցները ինքը շատ ավելի անկաշկանդ էր, շատ ավելի այսպես ազատ էր իր գնահատականների եւ վարքագծի առումով։ Շատ հրաշալի բաներ կա պատմելու Վահանից, բայց մամուլի համար չի։ Հիշեք այսպես շատ սուր բանավեճ, որ ունեցել եք Վահան Հովհաննիսյանի հետ, բայց օրինակ այդ ձեր ասածով հետո գնացել եք ու ամեն ինչ այսպես Գիտեք, ես Վահանի հետ ընդհանրորեն կոնֆլիկտային կամ չգիտեմ ինչ հարաբերություններ չի եղել, չէ։ Մեկ անգամ ես ազգային ժողովի նախագահ էի, ինչ որ փաստաթուղթ կար, որ ես պետք է շտապ ուղարկեի ինչ-որ միտեղ, իմ լիազորությունից շրջանակում է։ Եվ ինքը մտածեց, որ ես դա ուզում եմ ուշացնեմ։ Հրավիրել եմ իմ մոտ, ասում եմ, Վահան ջան, ցավը տանեմ, ես ո՞նց կարամ հայեղապետական դաշնակցության կամ քո փաստաթուղթը, որի հետևից դու եկել ես, ուղարկեմ, արի նստի իմ հետ, ոնց որ մենք միշտ իրար հետ նստել, ես այդ թուղթը կուղարկեմ, բայց չէ։ Ասի լավ, զանգարեցի աշխատակազմի ղեկավարին, ասի ես փաստաթուղթը անձամբ հասցնում ես այստեղը եւ զանգարում ես ինձ, որ հասցրել ես։ 15 րոպե հետո արդեն փաստաթուղթը չնայած կար 8 օր ժամանակ ենթադրենք, հասավ այնտեղ, բայց միևնույնն է, զգացում որ ինքը բարկացած է իմ վրա։
ուղարկեցի բան ասում Վահան ջան, այս փաստաթղթը այնտեղ է։ Հիմա ո՞նց է, նորմալ է, նայես մի թեթ է, այսպես ժպտաց ու գնաց։ Հա, մի փոքր, նու իհարկե այս ժպիտը չէր, էլի կիսա կասկածոտ ժպիտը բանարեց ու գնաց, որտեղ այդ պահի կարծես թե քաղաքական մի քիչ այլ բաներում լինեինք եւ իմ մոտ կասկածեր առաջացա։ Այդ մի դեպքն է, որ Վահանը նստի լավ չի ժպտացել ինչ։ Այդ մի դեպք, մնացած դեպքերում այս ժպիտն է եղել։ Իմ ու Վահանի հարաբերություններում։